Սյունիքի մարզը բաժանված է երկու ընտրական տարածքի, ժամը 17-ի դրությամբ երկուսից էլ տեղեկացնում են մասնակցությունը բավականին ակտիվ է։ Կապան, Քաջարան եւ Մեղրի խոշորացված համայնքներն ընդգրկող 35 ընտրատարածքում առաջին 9 ժամում քվեարկել է գրեթե այնքան ընտրող, որքան ազգային ժողովի նախորդ ընտրություններին ամբողջ օրվա ընթացքում։ Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 17-ի դրությամբ ամփոփելով ընտրության արդյունքները արձանագրել ենք, որ 50,333 ընտրողներից արդեն քվեարկությանը մասնակցել են 28,738 քաղաքացի կամ ընտրողների 57.1%-ը։ Պետք է նաև արձանագրենք, որ նախկին ընտրությունների հետ համեմատած բավականին զգալի տարբերություն ենք նկատվում, ակտիվություն ենք նկատում քաղաքացիների կողմից մասնակցության առումով։ Ռոմա Զաքարյանը վստահեցնում է 35 ընտրատարածքի բոլոր տեղամասերում քվեարկությունն ընթանում է բնականon հունով, արտառոց խնդիրներ չեն արձանագրվել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից չենք ունեցել այնպիսի բողոքներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, սակայն կարող ենք արձանագրել, որ 1-2 տեղամասեր բողոքներ ունեն ծանրաբեռնվածության առումով, քանի որ տվյալ տեղամասերը ամբողջությամբ լրացված չէ, հանձնաժողովների կազմերը ամբողջությամբ լրացված չի եղել։ Նաև ուզում եմ արձանագրեմ, որ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի ստացել այնպիսի զանգեր, որոնք անլուծելի լինեն կամ լինեն այնպիսի բողոքներ, որոնք, կրկնում եմ, ընտրության արդյունքների վրա կարող է ազդեցություն ունենալ։ Նկատվել է խնդիր, երբ ընտրողն իր անունը չի գտել ցուցակներում։ Ռոմա Զաքարյանի խոսքով այդ հարցը լուծելու համար քաղաքացին տեղամասերից որևէ մեկում պետք է ներկայացնի անձնագիր, որից հետո հանձնաժողովի անդամները նրան կտեղեկացնեն, թե որտեղ կարող է քվեարկել։ Տեղամասային կենտրոնները պետք է նշեմ, որ սահմանվում է համայնքի կողմից եւ հաստատվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։ Այո, կան այնպիսի տեղամասեր, որոնք նախկին տարիներին համեմատ փոփոխության են ենթարկվել, կապված նախկին տարածքների շինարարության կամ այլևս չլինելու կամ, չգիտեմ, քանդված եւ նորը տեղը կառուցվելու հետ կապված։ Նման տեղամասերը Կապանի տարածաշրջանում 3-ն են, նախկինում տեղակայված ուրեմն 6-րդ դպրոցի տարածքում էր, որ այժմ գտնվում է թիվ 1 նախակրթարանում, մյուսը նախկին ուրեմն Մելիք Ստեփանյան փողոցում գտնվող ընտրատարածքն է, որը այս պայդրությամբ տեղակայված է նախկին տրիկոտաժի գործարանում, իսկ մյուսը Դավիթ Բեկ թաղամասում է, որը այս պայդրությամբ գտնվում է մասնավոր տարածքում։ Գորիստեղ, Տաթև եւ Սիսիան համայնքներն ընդգրկված են 34 ընտրատարածքում։ Այստեղ առաջին 9 ժամում քվեարկել է 30,477 ընտրող։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմինե Անդրանիկյանը բարձրաձայնում է ծագած խնդրի մասին։ Ինֆորմացիա ստանում եմ հանձնաժողովի անդամներից, երբ որ ինձ ասում են վստահված անձը ինձ ասել է, որ դու պիտի այսպես անես։ Ինձ ցավը հիմա դրանում է, ճիշտ ասած, մի քիչ ավելի նյարդայնացած եմ, որովհետև վերապատրաստումներ ենք արել 4 ժամից ավել, 3 ժամից ավել վերապատրաստում ենք արել հանձնաժողովի նախագահների հետ ու իրենց մենք հստակ ասել եք իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։ Վստահված անձը չի կարող հանձնաժողովի անդամին ցուցումներ տալ, վստահված անձը միայն խորհրդակցական զայգի իրավունք ունի։ Իսկ հիմա տեղամասեր ունենք, որ վստահված անձիկ իրականում ցուցումներ տվել են հանձնաժողովի անդամներին։ Ես միայն այդ մասով խնդիր ունեմ։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։